Գիրք ծննդոց, գլուխ 19. Եվ այն երկու հրեշտակներն իրիկունը Սոդոմ եկան, և Ղովտը նստած էր Սոդոմի դրանը, և Ղովտը տեսավ և վեր կացավ գնաց նրանց առաջը, և իր երեսի վրա մինչև երկիրը խոնարհություն արավ, և ասեց. «Աղե իմ տերերս, եկեք ձեր ծառայի տունը, և գիշերը կացեք, և ձեր ոտքերը լվացեք, և առավոտանց կանուխ վեր կկենաք ու ձեր ճանապարհը կգնաք»։ Եվ նրանք ասեցին. «Ոչ, փողոցումը կկենանք գիշերը»։ Եվ նրանց շատ բռնադատեց, և նրա մոտ գնացին և նրա տունը մտան, և նրանց համար ճաշ պատրաստեց և բաղարշ թխեց, և կերան։ Բայց դեռ որ չէին պառկել, և ահա քաղաքի մարդիկը, այսինքն Սոդոմի մարդիկը, տունը պատեցին երիտասարդներից մինչև ծերերը, բոլոր ժողովուրդը միասին։ Եվ Ղովտին կանչեցին և նրան ասեցին. «Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մոտ եկան։ Նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց»։ Եվ Ղովտը բակը դուրս եկավ նրանց մոտ, և դուռը փակեց իր ետևիցը, և ասեց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարություն մի անիք։ Ահա ես երկու աղջիկ ունեմ, որ այժմ չգիտեն։ Թող նրանց ձեզ մոտ դուրս բերեմ, և ձեր աչքին հաճո եղածն արեք նրանց։ Միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետև նրա համար իմ հարկի շուքի տակը մտան»։ Եվ նրանք ասեցին. «Դեն գնա»։ Եվ ասեցին. «Եկավ մինակ պանդխտության համար, և դատաստան է անում, հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սաստիկ բռնադատեցին մարդին, այսինքն Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։ Բայց այն մարդիկն իրանց ձեռքը մեկնեցին, և Ղովտին առին տունը իրանց մոտ, և դուռը փակեցին։ Եվ այն մարդկանցը, որ տան դռանն էին, կուրությամբ զարկեցին փոքրիցը մինչև մեծը, այնպես որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան։ Եվ մարդիկն ասեցին Ղովտին. «Այստեղ ուրիշ ով ունիս։ Փեսա և որդիներդ և աղջիկներդ, և քաղաքումը ով որ ունիս, այստեղից հանիր, վասնզի մենք այստեղը պետք է կործանենք, որովհետև նրանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին, և Եհովան մեզ ուղարկեց, որ նրան կործանենք»։ Եվ Ղովտը դուրս եկավ, և իր աղջիկներն առնող փեսաների հետ խոսեց և ասեց. «Վեր կացեք դուրս եկեք այստեղից, որովհետև Եհովան պետք է կործանե այս քաղաքը»։ Բայց նա կատակ անողի պես էր երևում իր փեսաներին։ Եվ երբ որ առավոտ եղավ, հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով. «Վեր կաց առ կինդ և այստեղ գտնված երկու աղջիկդ, որպեսզի չկորչիս այս քաղաքի անօրենության հետ»։ Եվ երբ որ նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նրա ձեռքիցը և նրա կնոջ ձեռքիցը և նրա աղջկերան ձեռքիցը, Եհովան նրան ողորմելովը, և դուրս հանեցին նրան և քաղաքի դուրսը դրին։ Եվ եղավ, երբ որ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասեց. «Անձդ ազատիր, ետևիդ մտիկ մի տար, և բոլոր դաշտումը մի կանգնիր, սարը փախիր, որպեսզի չկորչիս»։ Եվ Ղովտն ասեց նրանց. «Ոչ, Տեր, աղաչում եմ, ահա ծառատ առաջիդ շնորհ գտավ, և մեծ էր քո երախտիկն, որ արիր ինձ, իմ կյանքն ապրեցնելով, և ես չեմ կարող սարը փախչիլ, որպեսզի չարիք չհասնե ինձ և ես մեռնիմ։ Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար, և նա պստիկ է, թող այնտեղ փախչիմ, չէ որ նա պստիկ է, և իմ անձն ապրե»։ Եվ ասեց նրան. «Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չկործանեմ, որի համար խոսեցիր։ Շուտ արա այնտեղ փախիր, որովհետև ես մի բան չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնիս»։ Նրա համար այն քաղաքի անունը Սեգով էր կոչեց։ Եվ արևը երկրի վրա ծագում էր, երբ որ Ղովտը Սեգով էր մտավ։ Եվ Եհովան Սոդոմի և Գոմորի վրա ծծումբ և կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը, և կործանեց այն քաղաքները, և բոլոր դաշտը, և այն քաղաքների բոլոր բնակիչները, և երկրի բոլոր բույսը։ Եվ նրա կինը ետևին մտիկ արավ, և աղի արձան դարձավ։ Եվ Աբրահամն առավոտանց կանուխ վեր կացավ, եկավ այն տեղը, ուր Եհովայի առաջին կանգնել էր։ Եվ Սոդոմի և Գոմորի և բոլոր այն դաշտի երկրի վրա մտիկ արավ, տեսավ, որ ահա այն երկրի ծուխը դուրս էր գալիս հնոցի ծուխի պես։ Եվ եղավ, երբ որ Աստված այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին և հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբ որ կործանում էր այն քաղաքները, որոնցում Ղովտը բնակվում էր։
Եվ Ղովտը Սեգովրից վեր գնաց և Սարումը բնակվեց, և իր երկու աղջիկերքն իր հետ, որովհետև վախում էր Սեգովրումը բնակվելու, և բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկերքը։ Եվ մեծն ասեց պստիկին. «Մեր հայրը ծեր է, և երկրիս մեջ մարդ չկա մեզ մոտ գալու համար, ինչպես ամեն երկրի սովորությունն է։ Եկ մեր հորը գինի խմեցնենք, և նրա հետ պառկենք, և մեր հորիցը սերունդ հարուցանենք։ Եվ այն գիշերը իրանց հորը գինի խմեցրին, և մեծ աղջիկը գնաց և իր հոր հետ պառկեց, և Ղովտը չիմացավ նրա պառկելը և վեր կենալը։ Եվ եղավ, որ մյուս օրը մեծ աղջիկը պստիկին ասեց. «Ահա երեկ գիշեր հորս հետ պառկեցի, այս գիշեր էլ նրան գինի խմեցնենք, և դու գնա հետը պառկիր, և մեր հորիցը սերունդ հարուցանենք»։ Եվ այն գիշերն էլ իրանց հորը գինի խմեցրին, և պստիկ աղջիկը վեր կացավ նրա հետ պառկեց։ Եվ Ղովտը չիմացավ նրա պառկելը և վեր կենալը։ Եվ Ղովտի երկու աղջիկերքը իրանց հորիցը հղացան, և մեծը որդի ծնեց, և անունը Մովաբ դրավ. նա է Մովաբացիների հայրը մինչև այսօր։ Եվ պստիկն էլ որդի ծնեց, և նրա անունը Բեն-Ամմի դրավ։ Սա է Ամմոնի որդկանց հայրը մինչև այսօր։